Պարոն Իգիթյան, տեսեք, Ալիևը խոսել է նաև արցախցիների հնարավոր վերադարձի մասին ու դա ըստ էության կապել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերադարձի մասին, ինչպես նաև խոսք է գնացել, որ այս տարի կկնքվի խաղաղության այսպես կոչված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, բայց որոշակի պահեր կան, որոնք պետք է հստակեցվեն, ըստ էության խոսքը Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին է։ Հիմա ինչ ենք հասկանում, ինչու է Ալիևը նորից հիշում Հայաստանի սահմանադրության խնդիրը ու այս ամենը ընտրություններից գրեթե 4 ամիս առաջ նորից Հայաստանի իշխանություններին հիշեցնում է, որ տեսեք, եթե դուք ցանկանում եք խաղաղություն, ապա անպայման պետք է փոխեք Հայաստանի սահմանադրությունը։ Դա է միակ տարբերակը Ադրբեջանի հետ խաղաղության գնալու համար։ Եթե դա լիներ իրական պատճառը, այստեղ մի քանի լուսման ձև կա, կարող էին իրենք ստորագրել, օրինակ, պայմանագիր, որ մենք փոխելու ենք այդ հոդվածը օրինակ։ Նա մենք հանրակրվե ենք հասկացնելու գոնե sense մի բան։ Հիմա հաշվի առնելով, որ իրենք վստահ չեն, որ կանցկացնեն, որ կստացվի իրենց մոտ այդ ամենը մի կողմից դա չեն կարող անել։ Մյուս կողմից Ալիևին իրականում խաղաղություն պետք չի, ստե ամենակարևոր բանը դա է, մարդը քաղաքական գործիչ է, ինքը հիմնավորում է ինչ-որ մի ձև, ինչի նա չի անում այն մի բանը, որ ինքը չի ցանկանում անել։ Ինքը ուզում է, եկեք սա շատ բաց ֆիքսենք։ Իրենք ուզում են ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը, եւ սա արտահայտվում է իրենց քարոզչության մեջ։ Քարոզչությունը դա քաղաքականության գործիք է։ Այլև որ շատ ժամանակ մեզ ասում են, դե դա ներքին լսարանի համար ասա, նրա համար ասա, ի պատասխան ինչ որ մի ուրիշ բանի, տեսեք, իսկ այդ ներքին լսարանին ինքը ինչի համար է հայատյացությամբ լցնում, որ ինչ, եթե խաղաղության ակնում։ Օրինակ հիմա խոսքը գնում է Արևմտյան Ադրբեջանի մասին, ուրեմն Ղարաբաղի ազատագրման կազմակերպության այսպես կոչված շենքը փոխանցվել է, պաշտոնական փոխանցվել է Արևմտյան Ադրբեջանի ուրեմն այս կոմիտեին, այսինքն տեսնում ենք, չէ, ինչ են ուզում ցույց տալ։ Եվ արդեն իրենք են այդտեղ աշխատում, այսինքն մի հարց իրանք լուծեցին, Արցախի հարցը իրենք համարում են, որ լուծեցին, հիմա գնում են լուծեն երկրորդ հարցը։ Արևմտյան Ադրբեջանի մասին դասախոսությունները արդեն լինելու են Ադրբեջանի բուհերում։ Այսինքն մինչև էդ էլ էր Ադրբեջանը իհարկե այդ քարոզությունը տանում համ դպրոցներում, համ բուհերում, բայց այստեղ ոնց որ առանձին բան են բացում, գիծ են բացում այս քարոզության համար։ Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում է իրականացնի Արևմտյան Ադրբեջան, այսպես ասած, պրոյեկտը Հայաստանի տեղը։ Այսինքն Հայաստանի տեղում, որտեղ հիմա Հայաստանի Հանրապետությունն է գտնվում։ Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական ծախսերը, Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական կապերը ուրիշ երկրների հետ, իսկ այդ ամենը ինդիկատորներ են, այսինքն սա ռազմական անվտանգության կամ եթե ուրիշ կողմից նայենք ռազմական նպատակների ինդիկատորներն են, ինչի համար են իրենք այս ամենը անում, ում դեմ են իրանք զինվում եւ ում դեմ է այս քարոզությունը։ Դե այդ ամեն ինչը հավաքում ենք իրար կողմ, մենք հասկանում ենք, որ այս ամենը Հայաստանի դեմ է։ Փաստաթուղթ, որը իրան ինչ որ բան է պարտավորեցնելու, Ալիևը չի ուզում ստորագրի։ Ինքը ուզում է ստորագրի ինչ որ մի փաստաթուղթ, որտեղ որ հնարավորություն է բացվելու, այ օրինակ նույն այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանցիների վերադարձ, որը իրան թույլ կտա հրահրել կոնֆլիկտներ արդեն Հայաստանի ներսում, արդեն ասել, հա մենք Հայաստանը ճանաչել ենք սահմանները եւ այլն, բայց այդտեղ արդեն ուրիշ հաց է։ Սա է, շատ բարձ նպատակ է, այդտեղ պետք չի ինչ որ rocket science չի ինքը շատ բարձ քաղաքական դիրքորոշում է, շատ բարձ է իրենց արած։ Պարոն Իգիթյան, տեսեք, ու այս ամենի ֆոնին Հայաստան են գալիս, Հայաստան-Ադրբեջան ցամաքային սահմանով 19 Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներ Երևանում հանդիպում է տեղի ունենում։ Այս ամեն ինչից ինչ ենք հասկանում։ Արդյոք չկա մտավախություն, որ այսօր եթե չէ, վաղը չէ, մյուս օրը չէ, ապա որոշակի չափով ադրբեջանցիները կկարողանան գալ Հայաստան ու փոքր-փոքր խմբեր ստեղծել։ Սա ինչ վտանգ է իր մեջ ներկայացնում, որովհետև եթե օրինակ տարիներ առաջ նման բան պատկերացնենք, որ ադրբեջանցիներ կգան, այն էլ կհատեն Հայաստան-Ադրբեջան ցամաքային սահմանը, ոչ ոք մեզ չէր հավատա, չէ՞։ Որ նման բան հնարավոր է։ Չէ, նման դեպքեր միշտ եղել են, այսինքն շփում միշտ եղել է, այստեղ նաև շատ ժամանակ այդ շփումը եղել է իհարկե Վրաստանի տարածքում, բայց Հայաստանն էլ ժամանել է։ Այստեղ հարցը ուրիշ է։ Հարցը այն է, որ հենց հիմա ադրբեջանցիները համ ուրիշ երկրների քաղաքացիները եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները կարող են գալ
Հայաստանում բնակարաններ գնել ու այդ process-ը գնում է։ Ամեն տարի մենք այդ ստատիստիկան տեսնում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում ինչ որ քանակով բնակարաններ գնում են։ Այսինքն եւ դա տարիներ շարունակ է, այսինքն սա նոր process չի։ Եթե Թուրքիայի դեպքում կարելի է ասել դա Թուրքիայի հայերն են, այնտեղ Ստամբուլում դեռ հայեր ապրում են, բայց Ադրբեջանի դեպքում հասկանալի է, որ մենակ ադրբեջանցիներ։ Հիմա եւ կարող են անել ուրիշ երկրների քաղաքացիները, Ադրբեջանի ցակում ունեցողները, դա միշտ եղել է, օրինակ Իրանից, որ մարդիկ գալիս են Հայաստան, իրանց զգալի մասը Իրանի ադրբեջանցի։ Հայաստանը երբեք բոլոր իշխանությունների օրոք չի ունեցել